Ամեն 3 կտոր ուտելիքից մեկը, որ մենք ուտում ենք, գոյություն ունի շնորհիվ մեկ փոքրիկ արարածի՝ մեղվի։ Այս պատմությունը ոչ թե մեղուների մասին է, այլ մեր գոյության հիմքի։ Մեղուները մահանում են, եւ այս ճգնաժամի հետևանքները գնահատվում են միլիարդավոր դոլարներով, սպառնալով մեր պարենային անվտանգությանը։ Իրավիճակն այնքան կրիտիկական է, որ Ամերիկայում կառավարվող մեղվաընտանիքների տարեկան միջին կորուստը հասնում է տագնապալի 40%-ի։ Մեղուների գլխավոր թշնամին վարոատիզմն է, որը թուլացնում է մեղուներին եւ տարածում մահացու վիրուսներ։ Բայց մեր վայրի մեղուները բախվում են նաև մեկ այլ սպառնալիքի՝ բնակավայրի կորստի։ Երբ մենք բազմազան մարգագետինները փոխարինում ենք միամշակություններով կամ բետոնով, մենք ոչնչացնում ենք մեղուների սնունդը եւ բնադրման վայրերը։ Կլիմայի փոփոխությունը ել ավելի է սրում իրավիճակը։ Ջերմաստիճանի բարձրացումը ստիպում է բույսերին ավելի շուտ ծաղկել, քան մեղուները կհասցնեն դուրս գալ ձմեռային քնից։ Այս ժամանակավոր անհամապատասխանելիությունը հանգեցնում է փոշոտիչների սովի եւ խախտում է բույսերի վերարտադրողական ցիկլը։ Ֆինանսական հետևանքները ցնցող են։ Փոշոտիչներից կախված պարենի տարեկան գլոբալ արժեքը կազմում է 235-ից 577 միլիարդ դոլար։ Մեղուների դեֆիցիտը 3 անգամ բարձրացնում է փոշոտման արժեքը, ինչը ճնշում է գործադրող ֆերմերների վրա եւ ստիպում նրանց հրաժարվել այգիներից։ Վայրի մեղուների կորուստը նշանակում է կորուստ այն բույսերի, որոնք կրիտիկական նշանակություն ունեն էկոհամակարգային ծառայությունների համար։ Այս բույսերի արմատները կապում են հողը, կանխում էրոզիան եւ կարգավորում ջրի հոսքը, նվազեցնելով ջրհեղեղների ռիսկը։ Մի խոսքով, եթե մենք կորցնում ենք փոշոտիչներին, մենք կորցնում ենք նաեւ մեր հողի առողջությունը եւ լանդշաֆտի կայունությունը։ Չնայած այս ամենին, մարդկությունը դեռևս ի զորու է կանխել այս աղետը։ Եթե ամեն մեկս մեր այգում տնկենք տեղական բույսեր, աջակցենք այն քաղաքականությանը, որն ուղղված է բնակավայրի պաշտպանությանը, ինչպես նաև գնենք ապրանքներ այն ֆերմերներից, ովքեր հոգ են տանում մեղուների մասին։ Փոշոտիչները անփոխարինելի են կենսաբանական, սոցիալական եւ տնտեսական տեսանկյունից։ Պաշտպանելով մեղուներին մենք պաշտպանում ենք ոչ միայն մեր սնունդը, այլև մեր մոլորակի հիմքը։ Երբ մենք նայում ենք անտառին, տեսնում ենք առանձին ծառեր, բայց գիտությունն ապացուցում է, որ դա ամբողջությամբ կեղծիք է։ Անտառը ոչ թե առանձին օրգանիզմների խումբ է, այլ միասնական, գերհզոր գերօրգանիզմ, միացված մի ցանցով, որն ունի սեփական ինտելեկտ, եւ այդ ինտելեկտի բանալին գտնվում է հողի տակ, սնկերի մեջ։ Դա կոչվում է միկոռիզային ցանց։ Իսկ հիմա եկեք պարզենք, թե ինչպես է այդ ցանցը կառավարում մեր մոլորակը։ Այս ցանցը ստեղծում է միցելիումը, սնկերի ստորգետնյա նուրբ թելիկները, որոնք փաթաթվում են ծառերի արմատների շուրջ։ Մենք դա անվանում ենք փայտային լայն ցանց։ Պատկերացնում եք, միայն մեկ թեյի գդալ հողը կարող է պարունակել մինչև 12 կիլոմետր երկարությամբ այս թելիկներից։ Պատկերացրեք, մեծ ու առողջ ծառերը ցանցի միջոցով իրենց ավելցուկային շաքարն ու ածխածինն են փոխանցում փոքր, ստվերված կամ վնասված ծառերին։ Այս ցանցը ապահովում է, որ գոյատևեն բոլորը, ոչ թե միայն ամենաուժեղները։ Մի խոսքով, ի տարբերություն մարդկանց, անտառը չի մրցում, այլ համագործակցում է։ Հաղորդակցության այս համակարգը ունի նաև պաշտպանական գործառույթ։ Պատկերացրեք, երբ ծառերից մեկի վրա հարձակվում են միջատները կամ այն վարակվում է հիվանդությամբ, ապա այն միանգամից քիմիական ազդանշան է ուղարկում միցելիումի միջոցով։ Այս ազդանշանը արագ տարածվում է, եւ մոտակա ծառերը, որոնք դեռևս առողջ են, սկսում են իրենց տերևներում պաշտպանական նյութեր արտադրել։ Ստացվում է, որ նրանք արդեն նախապես տեղյակ են լինում սպասվելիք վտանգի մասին, նախքան այն կհասնի իրենց։ Սունկը գործում է որպես անտառի նյարդային համակարգ, ապացուցելով, որ բնությունն ունի մեր պատկերացրածից շատ ավելի խորը բանականություն։ Այսպիսով, անտառը միայն փայտ չէ, այլ կապի անհավանական ցանց, եւ երբ մենք կտրում ենք ծառերը կամ աղտոտում ենք հողը, մենք ոչ միայն սպանում ենք ծառը, այլև խզում ենք ամբողջ ցանցի հաղորդակցությունը։ Հիշեք սա հաջորդ անգամ, երբ կլինեք անտառում։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հնարավորինս պաշտպանի այդ ստորգետնյա կապը։ Մեր մոլորակի ապագան գուցե կախված է նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրա լարերին։
Մենք բոլորս լսել ենք հնագույն պատմությունը։ Ըստ Ծննդոց գրքի, Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից կամ եբրայերեն Ադամայից։ Այն միշտ հնչել է որպես պարզառակ, որը սովորեցնում է մարդու խոնարհության մասին։ Բայց ինչ, եթե այս հնագույն իմաստությունը զարմանալիորեն քիմիապես ճշգրիտ է։ Գիտությունը հաստատում է, մենք իսկապես փոշի ենք, բայց ոչ թե պարզապես երկրային փոշի, այլ տիեզերական աղբյուրի նյութ։ Ֆիզիկայի լեզվով մենք աստղային փոշի ենք։ Տիեզերքի սկզբում գոյություն ունեին միայն ջրածինն ու հելիումը, մեծ պայթյունի արգասիքը, սակայն մեր մարմնի 96% կազմող ածխածինը, թթվածինն ու ազոտը կոփվել են միլիարդավոր տարիներ առաջ մահացած հնագույն աստղերի միջուկներում։ Այս ատոմները ճանապարհորդել են տիեզերքով, մինչև հավաքվել են մեր մոլորակում, դառնալով Ադամը։ Մեր կյանքի համար անհրաժեշտ ավելի ծանր տարրերը, ինչպես օրինակ ոսկորների կալցիումը կամ ԴՆԹ-ի ֆոսֆորը, ստեղծվել են ավելի բռնի իրադարձությունների ժամանակ։ Մասնավորապես, մեր արյան մեջ առկա երկաթի ատոմները ստեղծվել են զանգվածային աստղերի, գերնորերի պայթյունների ժամանակ։ Այս երկաթը կիսում է ճիշտ նույն ծագումը, ինչ ցանկացած երկնաքար, որ հարվածում է երկրին։ Մենք ոչ միայն աստղային փոշի ենք, այլև ճշգրտորեն ընտրված փոշի։ Երկրի մակերևույթը գերակշռում է սիլիցիումով եւ ալյումինով, սակայն մարդկային կյանքը գրեթե ամբողջությամբ բացառում է այս տարրերը, որովհետև աստղածինը, որը հազվագյուտ է երկրի կեղևում, միակ տարրն է, որը ջրային միջավայրում կարող է ստեղծել բարդ ճկուն կապեր։ Ահա ամենախորը պարադոքսը։ Մեր մարմինը կազմող բոլոր հում քիմիական տարրերը, եթե վաճառվեին որպես ապրանք, կարժենային ընդամենը մոտ $145։ Մենք միաժամանակ նյութապես գրեթե անարժեք ենք, բայց տիեզերական առումով անգին։ Մեր մարմինը փոշի է ոչ միայն երկրի, այլ տիեզերքի, որի միջով հոսում է կյանքի շունչը։ Հնագույն իմաստությունը եւ ժամանակակից գիտությունը միավորվում են մեզ տալով միասնական պատասխան։ Մենք անխախտելիորեն կապված ենք երկրի հետ։ Մենք աստղային փոշի ենք, որը սկսել է մտածել ու զգալ։ Իսկ դու ինչ ես կարծում այս թեմայի վերաբերյալ։ Գրիր քո կարծիքը տեսանյութի մեկնաբանություններում, ինչպես նաև լայքիր տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս տարածվի եւ բաժանորդագրվիր Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր, կհանդիպենք։